Սեփական ազգի դիմաց զենք կիրառելու համար կամ պետք է շատ լուրջ պատճառ ունենաս, շատ լուրջ, կամ պետք է շատ լուրջ աջակցություն ունենաս։ Դե հիմի 5000 մարդ կհավաքի ու դրանցով կարշավի մայրաթոռը կգրավի, իրան էլ կհրճակի կաթողիկոս։ Մեջքիդ հետևը կանգնած եմ, քո խաչն էլ ամեն ու կիրակի գալու եմ պանչեմ։ Հիմի որտեղ որ Նիկոլն է, իրեն գնում են այդտեղ ուխտի։ Դրանից ինչ, իրա քանակը, որով ինքը կարա գնա Բեհարան, ավելանում է, թե պրոստը սիրտն է հովանում։ Ես միշտ ասել եմ, սրանք գալու են ցուցմունք տան, ասելու են Նիկոլը մեզ սպառնում էր, որ ձեր երեխեքին կնստացնեմ։ Արթուր Հովանիսյանների ու, չգիտեմ, Գևորգ Պապոյանների կառավարությունով դու չես կարա տենց բռնապետություն ձևավորես։ Դու ազգային գվարդիա չլինի, չգիտեմ, բան էլի, ներքին բանակ կլինի, դա բան չի փոխվում։ Որ Նիկոլը օրինակ պաշտոն չունենա, այդ աղանդի մեջ քանի մարդ կմնա։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորական ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքո։ Այդ մոտ կապիտուլյան բա ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն, դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք այսօր երկուշաբթի է եւ ամեն երկուշաբթի ես եւ Ավետիս այս տաղավարում փորձում ենք վերլուծել անցյալ շաբաթվա ամենակարևոր քաղաքական իրադարձությունները։ Ողջույն Ավետյան։ Բարև Զարա, բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Ոնց է տրամադրությունդ։ Ասա որ կյանքից գոհ ես։ Դե գոհ չեմ, իհարկե իրավիճակից գոհ չեմ, բայց հիմա ինչ ասեմ, ապրում ենք այնպես մի ժամանակահատվածում, որ անընդհատ ինչ որ էմոցիաներ կան, ինչ որ արհավիրքներ են։ Արհավիրքներ, հա։ Հա, սկզբի համար մի հատ ուզում եմ մեր հետևորդներից զգուշացնեմ, որ շատ կարևոր է մեզ բաժանորդագրվելը եւ մեզ մեկնաբանություններ գրելը, դրանով YouTube-ը sense լավ մեզ տարածում այս հաղորդումը, լիքը մարդ է տեսնում, մեզ հաճելի է, ձեզ էլ վնաս չի, չէ՞։ Այդ ասենք առաջ ասենք, որտեղ որ սկզբում չեմ ասում, հետո չեմ բաժանորդագրվում, գիտես, չէ՞։ Իհարկե, իհարկե, եւ կա ամենակարևորը, դու ձերբակալված չես, ես ձերբակալված չեմ, դա արդեն ողջունելու թեմա է։ Իհարկե, Հայաստանում եթե դու առավոտը արթնանում ես ու կալանավայրում չես, դա արդեն մեծ նվաճում է։ Մեծ նվաճում է, որովհետեւ բազմաթիվ մարդկանց համար դա փաստ է։ Հասկանալի։ Լավ, իմ դրամատրությունը լավ է, ենթադրում եմ դու գլխի ես ընկնում ինչի, ես էլի կիրակի օրը հետևել եմ պատարագին, էլի պատարագի վերևից արած նկարը Աստված պահի այդ մարդուն, որը տեղ դրոնա թռցնում, վերևից այդ նկարը գցել եմ ChatGPT-ին, խնդրել եմ հաշվի, իմ անձնական ChatGPT-ին հաշվել է 580-ից 750 մարդ։ Նույն թիվն է ինչ որ նախորդ անգամ, կամ այդ տարածքը ավել չի տեղավորում, կամ Նիկոլի ռեյտինգը դրանից ավել չի բարձրանում։ Ինչ իմաստ ուներ երկու շաբաթ իրար վրա, կիրակի առավոտով, այդ ամբողջ քո այդ թիմին մոբիլիզացնել, չգիտեմ դրանց վրա էլ քաղաքական, էլ բարոյական ճնշումներ գործադրել, որ էլի նույն թիվն է իր հավաքելու։ Այդ փաստացի, հա, նույն թիվներ, գրեթե նույն մարդիկ էին։ Մենք հիշում ես նախորդ անգամ ասում էինք, որ իրան կհաջողվի ավելի շատ մարդու պարտադրել, բայց դե իմի ասենք նույնիսկ թիվը չի ավելացրել, էլի, գոնե մի 500-ը որ ավելացրած է։ Եթե շատ ուզենա, ինձ թվում է կարա։ Բայց դե լսի շատ ուզենա կարա 1000 մարդու ձերբակալի, տանի որպես նախնական ձերբակալվածների վայր, դե թողնանավանքում։ Հա, իհարկե, կարա, ասենք ձերքերը այդ բան անեն, ձեռնաշղթա հագցնեն, տանեն այնտեղ կանգնացնեն։ Բայց դա չի անում։ Հələ որ չի անում, շատ բարի է, հա, բարի է, ժողովրդավար է, հա, կարա մավան սպառնալիքով այդ գյուղացիներին այդտեղ տանեն կանգնացնեն, որ մարդիկ ախր անելու իմաստը բացատրի, ես չեմ ասում կարա անի, թե չի անի։ Բայց ինքը այնքան բան է, լսի, ինքը հավատավոր նիկոլականների է հավաքում։ Հիմա Հայաստանում այդքան է հավատավոր նիկոլական, հիմա ինչ անես։ Այ ինչ է ուզում իրան նմանների հետ նույն շրջապատում լինի ամեն կիրակի առավոտ։ Լսի, մենք բոլորը հասում են, չէ, ես, Զարա, անկեղծ եմ ասում, ես 2002 թվականից ասել եմ, որ ինքը 2002 թվականից չսխալվի 22 թվականի հետ։ 23 տարի առաջ, հա, 23 տարի առաջ ես ասել եմ, որ ինքը ստեղծում է Նիկոլի վկաներ աղանդ, այսինքն մարդիկ, ով որ հնազան ժամանակիչներ հիմքը, չասես խմբագրություն մեկ էլ հայտարարություն արել։ Չէ, լսի, խմբագրությունում ինքը ստրուկների, ասենք ստրուկ ասելը գիտես ինչա, որ անվերապահ, ասենք եթե ասի ենթադրենք
չգիտեմ, մածունը սևա, ասի կապույտ է, կասեն հա կապույտ է, այդ տիպի մարդկանց է ինքը ուզում հավաքագրել։ Ես չգիտեմ դա ինչից է, իր մոտ ինչ-որ հոգեբանական խնդիր կա, հոգեկան խնդիր կա, չգիտեմ, բայց այդ մարդուն դուր է գալի, որ ասենք ինքը գտնվի նենց մի հատ միջավայրում, որտեղ մարդիկ իրան աստվածացնում են, ասում են օ դու բան, սենց, իմի այդ մարդը տենց է։ Լավ, 750 ChatGPT առատաձեռն ձեռով մարդ կա, ով որ իրեն աստվածացնում է, ով որ պատրաստ է պաշտոնի համար, մեկը նախարարը, մեկը պատգամավորը, մեկը ազգային ժողովի նախագահը, մեկը եսի ինչա, պատրաստ է գա Կիրակի օրը կեղծ պատարագի մասնակցի։ Դա լուսաբանվում է բոլոր իրենց հարթակներով, հա, հայկական ժամանակն ու Civic-ը իրար հերթ չտալով նյութ էին տեղադրում պատարագից, տալը նայեք ինչքան մարդ ծափերով ողջունեցին, սկում ենք, դա ում համար է արվում, ու ով է դրա այդ լսարանն, ով է դրա սպառողն, ով է, ինչ որ մեկի վրա դա ազդում է հիմա, բացի այդ 750 որ ընդեղ էին, էլի։ Լսի ինքը մտածում է, որ այդ թիվը կաճի, ինքը մտածում է, որ այդ թիվը կաճի, կհավաքի մի քանի հազար մարդ, թող թեկուս 5000 հավաքի, դա ինչ է 5000 մարդ կհավաքի ու դրանցով կարշավի մայրաթոռը կգրավի, իրան էլ կհրճակի կաթողիկոս։ Մենք անցած հաղորդման ժամանակ նույն բանը ասել ենք, լսի ինքը իրան համարում է Հայաստանի հայ առաքելական, ու մի քիչ բան էլ է, էլի պղծություն է ասել հայ առաքելական Սուրբ եկեղեցու, ինքը ուր Սուրբը սրբություն։ Հայ եկեղեցու, լավ։ No, նիկոլական եկեղեցու բան, կաթողիկոս։ Հայաստանցիների եկեղեցու բան է։ Չէ, հայաստանցիների չէ, նիկոլական եկեղեցու կաթողիկոսն է։ Ինքը օրինակ քո կարծիքով, երբ որ ասում են, ասենք այն Ստեփանը, Ասատրյան, չէ, կարծեմ։ Հիմա ինքը ասում է, ես Տեր Արամն եմ, չէ։ Լսի, իրան Տեր Արամ տվել է այդ անունը, տվել է հայ առաքելական եկեղեցին։ Ենթադրվում է, որ եթե մի բանը ես իրավասու եմ մեկին տալու, չէ, կոչում կամ չգիտեմ, պաշտոն, անուն, իրավասու եմ նաև հետ վերցնելու։ Հիմա երբ որ ինքը ասում է, չէ, ես քահանա եմ։ Ինքը ումով է դա ասում քահանա եմ։ Ասում է, ես չեմ ընդունում կարգալուծության այդ բանը, այսը չեմ ընդունում։ Օծում ընդունել է մարդը, կարգալուծություն չի ընդունում։ Բայց ինքը ինչով է լեգիտիմ, ով է իրան լեգիտիմացնում։ Բարդավոր իշխանության աջակցությունն է դա։ Նիկոլը իրան ասում է, չէ, լսի, եթե Նիկոլը կանգնած եմ, քո խաչն էլ ամեն ու Կիրակի գալու եմ պատճեմ։ Հիմա դու ասում ես ում է դա ուղված։ Ինքը Տեր Արամին, հիմա որ Նիկոլը չգնան դե, Տեր Արամը, տամ այդ Ստեփանը, չգիտեմ ով, հիմա դրա անունն էլ չգիտես, էլի ով է դա։ Ստեփան, հա, կարող է Ստեփան էլ չի, էլի, հիմա չգիտես ինչ է։ Հա, կարող է այդ անունն էլ վերցնեն։ Դες ինքը 0 է։ Հա, լավ, մի հատ Ստեփան իրան գնաց ընտրեց ընտրություններին, դրա իր կյանքում ինչ փոխվեց։ Չէ, լսի, բայց ինքը, եթե ախպետ ինքը ասում է, հիմա մի հատ բանը Հովանավանքը զավթել ենք, չէ։ Հիմա էսի մեզնով ենք անում։ Որ գնում ենք այնտեղ բան ենք կազմակերպում, իբր թե այդ կեղծ պատարակները, ֆեյք պատարակները։ Հիմա մյուս Կիրակի ասում է գնանք Թալինի եկեղեցին զավթենք, չէ։ Լսի, հիմա որ այնտեղ դորդուբեշ արել, թեմաները փակելա, հոտը լցրելա, բանին կեղծ պատարակի մասնակիցներին, հիմա էլ գնում է Թալինը բանանի գրավի։ Ուղղակի Թալինի տարբերությունը գիտես, որ այնտեղի քահանան կարգալուց արվաշ առայժմ Առայժմ, բայց կարող չեմ կարծում, որ եկեղեցին կհասցնի այս ընթացքում կարգալուծան, այնտեղ լավ երկար պրոցեդուրա է, իշմես, որ այդ նույն Ստեփան Ասատրյանին կոչ էին անում կարգալուծանել, ուղղակի երկար եկեղեցին այդ գործընթացի մեջ էր։ Ես վերջերս Քարակերտ համայնքում մի հատ թաղման արարողության էի մասնակցում, ու սկզբից հոգեհանգստյան, հետո թաղման։ Օրինակ հարազատների մի մասը կանգնեցին ասեցին, որ եթե գա այդ Թալինի եկեղեցու ինչ էր անունը, ես էլ չգիտեմ։ Այդ մեկը հələ տենց հայտնի չի, էլի։ Հա, պարտեն փառեն, չէ, ինչ որ չգիտեմ, ես վերջը ասեցին, եթե այդ, գիտես ինչ է, անունը չէին տալի, ասում են, եթե այդ Նիկոլականը գա ստեղ, մեր այս սուրբ բանին հանգուցյալին կպղծի։ Ես անկեղծ եմ ասում։
Քանի հոգի եղավ, կանգնեց, ոտքի Դա կանգնեց։ ինչ ա արել, որ մարդկանց մոտ այդ բանն ա։ Նիկոլական, ասում են Բայց ինչ որ ձեպտի դրսևորած ակնի այդ Նիկոլականն էլ։ Է մարդիկ գիտեն, որ այդ Թալինի եկեղեցու հոգևոր հովիվն է Նիկոլական։ Բայց Նիկոլը գիտի, չէ՞ որ նա իր կողմնակիցն է, դրա համար է գնում այնտեղ բան անելու։ Ահա, բարձա։ Հա, ասում են մարդիկ 10 օր առաջ է եղել այս միջոցառումը, այդ հոգեհանգիստը։ 10 օր առաջ մարդիկ գիտեին։ Այսինքն նես չի, այս նոր չի որ հայտարարվել է։ Երեք չէ ինքը հայտարարեց, որ գնում եմ Թալին։ Բայց անոնս է դրել էլի, մյուս Կիրակի Թալինում։ Հա, բայց Քարակերտ համայնքում մարդիկ գիտեին, որ այդ Թալինի եկեղեցու բանը, Տեր հայրը Նիկոլականն է։ Ու ասում են հանգարց չբերեք, ստե, այս մեր Սուրբ Հանգուցյալին, ուզում եմ ասեմ Նիկոլը այդ մարդկանց էլ է, այդ հոգևորականներին, ումը կպնում է, դրանց աղբեջան բան անում։ Չասնում է, վարկաբեկում է, զրկում է իրանց հոտից, որովհետև ամեն տեղ գտնվում են մարդիկ, որոնք ասում են աղբեր, հեռու մնացեք աղբեր, մեզանից հեռու մնացեք։ Մենք մեր ոչ հարսանիքը արեք, ոչ մեր թաղման ծեսը արեք, ոչ կնունքի ծեսը արեք, ոչ տնօրինենքը արեք։ Լսի պատկերացնում ես Նիկոլական եկեղեցականը մտնում է տունը օրհնի։ Ախպեր այդ տունը էլ ոնց կարա մարդը այդ տան մեջ ապրի։ Լսի, մի հատ ուրիշ հարց ունեմ։ Հիմա երեք ու նախորդ Կիրակի պատարակը ցույց տվեցին, որ այդ պատարակին մասնակցում են նույն մարդիկ։ Այսինքն, չգիտեմ, Կոջոյան Կրթահամալիրի տնօրենն անդեղ էլի ագրեսիվ վարքագծով, այնտեղ ինչ որ բան ԿՊԱ-ական ակտիվիստներ են, որ հարձակվում են լրագրողների վրա, դամ չգիտեմ, նույն նախարարներն են, Անահիտ Ավանեսը նկար, այս անգամ Սրբույր Գալեյաններ ավելացել, Ալեններ ավելացել, մի խոսքով։ Այդ նույն ոնց որ sense մի հատ շրջիկ բան ունի կրկեսը։ Հատերախում։ Հա, որը տենց մի բանից եկեղեցուց մյուսն է։ Հիմա այս հաղթարշավ ասածը, հա, ես ենթադրում եմ, որ ինքը ինչ որ sense դրա մեջ ինչ որ quest է տեսնում, էլի, որ բոլոր եկեղեցիները դա հերթով ասպատակի։ Դրա իմաստը որն է, բացի նրանից, որ դու արդեն նշեցիր, որ հոգեվորականին փչացնում է, որ այդ հոտի մոտ բան առաջացնում, հակակրանք առաջացնում։ Ինքը ուրիշ օգուտ ունի, թե չէ։ Ինձ թվում է, չէ, ոչ մի ուրիշ օգուտ չունի, բացի որ ցույց տա, ելի եմ ասում, նայ, հիմի որ այս Կիրակի գնալու են Թալին, չէ՞։ Լսի բանում որ ասենք այդ Ստեփանը բանում Հովանավանքում պատարակ մատուցի, քանի հոգի է գնալու։ Արժի չէ։ Հա, իրականում կարելի է գնալ, բայց կարող է չմատուցի, կարող է ինքն էլ գնա Թալինում։ Ահա, դե ուզում եմ ասեմ։ Ինքն էլ այդ շրջիկ կրկեսի բանը անդամ է, չեն թողնելու։ Լսի, ինքը ուզում է ցույց տա, որ եթե դուք անցել եք իմ կողմը, դուք դրանից ինչ որ ձեր մոտ պատարակ հալնելու, եկեղեցին չի փակվելու։ Հոտը իբր դուք հոտ ունեք, բան ունեք, էլի հետևորդներ ունեք, բայց այդ հետևորդները բարձր, շատ սահմանափակ մարդիկ են, չեն գալու այս անգամ։ Նայ, եթե զուտ բանով վերցնես, այդ մարդկանց բռնությամբ են տանում։ Այսինքն իշխանության ու բռնի ուժով է, չէ՞, այդ մարդկանց արկադրանքով։ Եթե դա հանգարցաներ ընդդիմությունը, պարզ է, չէ՞ որ ասենք բաներ լինելու, այդտեղ խաչին էին գամելու, էլի։ Հա, քրեական մարդու, չգիտեմ, ազատությունից զրկելու, նրան ինչ որ հանրահավաքի մասնակցելու, պարտադրելու, հա, դա կարող է դաշա հարկադրանք չլիներ, ընդամենը խրախուսանք լիներ, դա էլ է քրեական հոդվածի հիմք։ Ես հասկանում եմ, որ ինքը այս շրջիկ ցիրկը շարունակելու է, հա, դենց ոնց թե կամ Կիրակի օրերը պարապարավոտը բան չունի անելու, կամ չգիտեմ, իրան ինչ որ տենց հոգեբանական այդ աջակցությունը այդ իր այդ 750 հոգու շատ կարևոր են, չես իմանա էլի մարդը ինչ հոգեբանական իրավիճակում է, բայց ինձ թվում է ինքը նաև ունի պարտության զգացում երեկվա այդ թվերից հետո, համաձայն ես թե չէ։ Այսինքն ձախողումը ինքը իրա տեսնում է, էլի, նես չի որ չի տեսնում։ Իհարկե ձախողումը տեսնում է, չի կարա չտեսնի, բայց ինքը իբր թե իրան ներշնչում է, որ ես այնտեղ եմ, որ համառորեն գնալու եմ իմ նպատակի իրականացմանը, որ իբր թե ես չեմ կոդրվում, ես ոչինչ որ այսօր 550-ա, չգիտեմ կամ 650-ա, բայց տես դու էլ ես չէ տենում, որ կա առաջընթաց։ Ոնց թե ասում, նո չէի ասում, ասում ես Սրբուի Գալյանն է մասնակցել, բայց ենթադրաբար ինչ որ մեկը դեից դուս է եկել, որ Սրբուին մտել է, որովհետև թիվը չի փոխվել, ասենք։ Չէ, բայց ինձ թվում է կարող է 2 հոգի, այդ 2 հոգին ավելացած լինի։
Չէ, ավելացած չի։ ChatGPT չոտքի հաշվել է։ Ման մի արա։ Դե լավ, կարող է 750 հոգին է հասկանում։ Դե մի Թալինում կարող է 752-ը լինի։ Էդ է ուզում ասեի, կարող է մանա ինքը մտածելա, որ տեղը չի հարմար։ Որ Հովնանավանքը հարմար տեղ չի, էլի։ Թալինն էլի ավելի հարմար կլինի, ավելի շատ կգա։ Դե նայ, Թալինում իրականում ինձ թվում է կարող է մի 100 հոգի ավել լինի, ասեմ ինչի համար։ Վերջը Թալինի համայնքապետը ԿՊԵ-ական է, ինքը հա, ինքը մի 100 մարդ իր կողմից կբերի։ Մի 100 Ես քեզ ասեմ, այնտեղ էլ էր տարել 100 մարդ։ Վիդեոն էլ դրել էր ոնց որ իրանք 100 հոգով Թալինից գնում Հովնանավանքում պատարակ։ Հա, լավ, ուրեմն չէ, լավ, եթե ես չեմ տենց ուշադիր չեմ նայում էս։ Չէ, եթե 100 հոգում տարելա, ուրեմն չէ, դժվար ասեք։ Ասենք, եկեղեցիները ինչի են ամեն համայնքում սարքում, որ մարդը պարտավոր չլինի, ստիպված չլինի երկար ճանապարհ անցնելու, ինչ որ եկեղեցի պատարակին գնալու։ Դպրոցի պես բան է, պետք է մաչելի լինի, հասանելի լինի։ Մարդկանց հավաքելա Թալինից բերելա Հովնանավ։ Բայց իրանք սովորական չի, չէ, դա սովորական եկեղեցի գնալ չի, որ իրանք համար քանի որ սուրբ չէ, լսի, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրան սուրբն է, կուրքն է, չէ, բայց իրանք սրբին ոնց որ ասած ոնց որ մասունքներ հանելու բանի գործընթացի են գնացել։ Իրանք ուխտագնացություն են գնում ու Աստված մեզ պատժելու ասեց բանի։ Ախպետ ասված դու իրանց պատժի, մեզ ինչի պատժի։ Մենք ենք սրբապղծություն անում։ Մենք ընդհանրապես իրանց արած սրբապղծությունը ներկայացնում ենք, ընդհանրապես այդքան մի բան։ Լսի, եթե մարդիկ այտենց 100 հոգով հելնում գնում են, դու գիտես, ասենք մարդիկ կան, օրինակ գնում են տարբեր եկեղեցիներ, սրբի օր ունեն, չէ՞։ Ասենք մատուրներ կան, բան, մարդիկ ուխտագնացության են գնում այդ տեղերը։ Ես էլ եմ մեկ-մեկ մասնակցել ուխտագնացության, նայեցի որ չեմ մասնակցել։ Ինչ կապ ուներ։ Չէ, ուղղակի ես այդ ասենք Սուրբ Վարդանի ուխտ կա, չգիտեմ, էս կա, բայց իրանք էլ բան է։ Չէ, Սուրբ մի ասա, այդ Նիկոլի ուխտին են գնում։ Իմի որտեղ որ Նիկոլն է։ Իմի որտեղ որ Նիկոլն է, իրեն գնում են այդտեղ ուխտի։ Իմի ինչա, դու կարաս ասես չէ։ Ես մտածում եմ էտա։ Ես քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունը, մարդը կարա ընտրի ցանկացած կրոն, որին ուզում է դավանել, ես դեմ չեմ Սուրբ Նիկոլի ուխտին։ Այստեղ միակ խնդիրը, որ մի թեթև ինձ անհանգստացնում է, որ այդ կրոնը նաև անդրադառնում է հասարակ մարդկանց ու ոչ միայն հասարակ մարդկանց կյանքին քրեական հետապնդումների ձևով։ Ինձ էլ ուրիշ բան է հետաքրքրում, որ Նիկոլ օրինակ պաշտոն չունենա, այդ աղանդի մեջ քանի մարդ կմնա։ Այդ ասենք ինչքան կմնա։ Դա լավ Թավրոսը իր 100 հոգում կտանի, դու ինչ ես։ Ես քեզ ասեմ ընդհակառակը։ Դրանք բոլորը հասելու են, ախպեր ասելու են, էս ինչ լավ եղավ, էս ոնց պրծան։ Պարվեց աղանդեր, չէինք իմացել, գլխի չէինք ընկել։ Ստիպված էինք, բան, ես միշտ ասել եմ, սրանք գալու են ցուցմունք տան, ասելու են Նիկոլը մեզ սպառնում էր, որ ձեր երեխեքին կնստացնեմ։ Է բանին ոնց նստացեց։ Հա, այդ էի ուզում պատմել։ Կաթողիկոսի եղբոր տղային։ Երեկոս երեկոյան ինֆորմացիա տարածվեց, հրապարակ առաջինը գրեց, որ կաթողիկոսի եղբորը Գևորգ Ներսյանին եւ եղբոր տղային Համբարձում Ներսյանին մեղադրանք է առաջադրվել, ուրեմն խուլիգանություն, այս այն նույն հոդվածն է, որով Դավիթին Համբարձումյան դատեցին, եւ քարոզչությանը խանգարելու, խոչընդոտելու հոդվածներով։ Ուրեմն, ինչա տեղի ունեցել։ Ոմն Հարություն Մկրտչյան, որը Արամ Սարգսյանի կուսակցության Էջմիածնի բանի ընտրությունների տեխնացու է, գնա պատրաստվել է ինչ որ տոնի հանրահավաքանի, տոնի միջոցառմանի, տոնի չգիտեմ փողոցում կանգնի մարդկանց հետ շփվի, ինչ որ մեկը տնետուն ման է եկել, այդ մարդկանց հրավիրել է, հա, 245 մոտեցել են Ներսյանների տանը, կաթողիկոսի եղբոր, դրան դիմաց կանգնած է եղել տղան, այսինքն կաթողիկոսի եղբոր տղան, Համբարձումը։ Այս մարդը ասել է, բա գնանք հանրահավաք, չգիտեմ, հանդիպում անդրողների հետ, հա, չգիտեմ ինչա, քեֆ է, որտեվ իրանք դες բաներ են անում, էլի սեղան մեղան են գցում բան են անում։ Այս տղան ասել է, չունեմ ես այդ հավաքին գալու, գնա, տեսանյութը առկա է։ Հետո այդ պահին շատ անսպասելի մեքենայով եկել է կաթողիկոսի եղբայրը։ Այս մարդուն էլ մոտեցել, բա գնանք, հավաք բան անենք, հանդիպենք եւ այլն։ Այդ մարդը ասել է, չենք ուզում մենք գնալ, դու գնաք հոճա։ Տեսանյութում ամբողջը հստակ երևում է, որ շփվում են, այս մարդը ոչ մի հարկադրանք չկա, էլի։ Ոչ թե հարկադրանք չկա, խոչընդոտելու
փաշ չի կարա լինի, որովհետև 245 մոտեցել է իսկ հանրահավաքը կամ հավաքը 4-ին է։ Չեն բռնել քաշի ասել են չեմ մի գնա։ Խոլիգանություն չկա, բաներ չկա, ոչ մի դաժե քաշքշոց չկա կադրերում հստակ երևում։ Հիմա էս այդ դարումի ասա այդ սուտ մատնություն տվողը գնաց մի հատ տեքստ ա գրել, որ ինձ սենց հարին, նենց հարեցին, կաթողիկոսի եղբայրը ու եղբայրը օրթին, այս մարդկանց տարել են ձերբակալել, այսօր պիտի կալանքի հարց որոշվի։ Սա իրամուրն է հանում պատարակի քիչ մարդկանց։ Այո։ Նայ, մենք Նիկոլի այդ բաները, այդ մենք ասում ենք, չէ, մարդ հավաքի, որ արշավի բանի վրա։ Վեհարանի վրա, մայրաթորի վրա։ Հիմա իրիկունը տեսել է, որ մարդ չի հավաքում, նույնիսկ ընդհակառակը շատ քիչ է մարդկանց թիվը, եւ մտածել է ասել է, լավ, ինչ անեմ, ախպեր, ինչ անեմ, մի հատ պրովոկացիա չսարքենք։ Նայ, ինքը իրականում սենց է մտածում։ Ասում է բռնեմ կաթողիկոսի հետ, ամենայն հայոց կաթողիկոսի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց, դրանց պատանդ պահեմ, պատանդ։ Ախպե դու գիտես պատանդը ինչ բան է, ահաբեկիչները, իսկ Նիկոլ Փաշինյանը այսօր գործում է որպես ահաբեկիչ։ Բառից բուն իմաստով։ Այսինքն 3 սրբազանները իրան բավարար պատանդ չեն, չգիտեմ, մյուս քաղաքապետարները բավարար չեն, պիտի եղբոր տղային։ Ես չեմ բացառում, ես անկեղծորեն չեմ բացառում, որ եթե եղբորը ընտանիք էլ կունենա, չէ, ասենք այդ մի եղբոր տղա էլ ունի կորուններ։ Դրանք երեխեք էլ կունենան։ Հիմի կարող է վաղը մտնել այդ երեխեքին, մանկապարտեզից, դպրոցից, բանից կալանավորեն, տանեն անչափահասների, ասենք գաղութ։ Դրանից ինչ, իրա քանակը, որով ինքը կարա գնա վեհարանն ավելանում է։ Թե պրոստը սիրտն է հովանում։ Ոչ, ես քեզ ուրիշ բան եմ ասում։ Նայ ինքը հավաքելու է, ասենք մի 100 հոգի պատանդ, բերդերում լցնի պատանդներով։ Ասի լսի, պարոն ամենայն հայոց կաթողիկոս, տեսեք, ձեր պատճառով, մենակ այն պատճառով, որ դու չես ուզում կաթողիկոսությունը կամավոր զիջես։ Ինքը, ես քեզ ասեմ, ինքը երկու տարբերակ ունի, միշտ քեզ ասել եմ, կամ սպանել կաթողիկոսին, ուղղակի վարձու մարդասպանի միջոցով սպանել տա կաթողիկոսին, կամ կալանավորի, բայց կամ հրաժարականի դրդի։ Կալանավորելը չի օգնում, որովհետև մեկը բերդում է, կալանավարում է, ինքը շարունակում է մնալ ու դա ավելի մեծ խայտառակություն անում։ Ինքը կարա չէ կալանավորի։ Կարա։ Որևէ խնդիր չունի, բայց ինքը մտածում է հիմի որ մի հատ ամենայն հայոց կաթողիկոսին բռնեմ կալանավորեմ։ Լսի, ասենք թե հա բայց ինչ ես ծիծաղում, 3 սրբազան նստած են։ Չէ, կարա չէ, մեկին էլ կաթողիկոսը բանով հաստատ մի դատավոր կգտնվի, որ այդ կալանքի որոշումը կստորագրի։ Միանշանակ կգտնվի, դրա մասին չի խոսքը։ Ուրեմն կա երկու տարբերակ՝ սպանելու եւ հարկադրելու, որ նա բան անի։ Կամավոր ասելու պրոստը շանտաժ, հա։ Ասում է, տես, քո եղբայրը, եղբոր տղան, 3 սրբազաններ, չգիտեմ, էլի ինչ որ մարդիկ, քո պատճառով գտնվում են կալանավայրում։ Մենակ մի պատճառով, որ դու կարճել ես գահից։ Հա, չես ուզում հրաժարական տաս։ Ախպեր ջան, արի հրաժարական, տուր այս մարդկանց ազատ արձակեմ։ Բայց ստեղ ուրիշ հարց կա։ Նիկոլը կաթողիկոսի հրաժարականը մենակ անձնական խնդիր չի։ Այսինքն ինքը առնվազն 10 միլիոն մարդու կաթողիկոս է։ Հասկանում ես, չէ՞։ Մենակ այս Հայաստանի, այսինքն ինքը պետք է նժարի վրա ամեն անգամ որոշում կայացնելուց պետքա հաշվի առնի նախ այս 10 միլիոնի բանը, հանգամանքը։ Մենակ այդ չի, պետություն ունենալու հեռանկարը։ Լսի, բացի պետությունը, անցյալի հարց կա։ Լսի, մարդիկ իրանք կյանքը 1700-ամյա կառույցը։ Հա, ինքը պատասխանատվություն ունի քրիստոնեության նկատմամբ։ Մեր հավատքի նկատմամբ, քրիստոնեական հավատքի նկատմամբ ու այն մարդկանց նկատմամբ, ով որ իրան անցյալում կաթողիկոսներ են։ Այսինքն ինքը մի անձի խնդիր չի, որ ինքը ասի գիտես ինչ կա, լավ, ես իմ աղբոր կամ աղբոր տղերքի կամ այդ երեխեքի պատճառով պետք է վեհապարելնելը։ Նամ հասարակ, չգիտեմ, քահանա կլինեմ մի։ Քահանա չեմ լինի, լավ, ասենք թե պարզա Նիկոլը չի թողելու, որ ինքը քահանա լինի, հենց ինքը ամենայն հայոց կաթողիկոսից հրաժարվի, դրանից հետո կալանավորելու է, հաստատ ուրիշ մի ինչ որ հոդվածով
կալանավորելու է, դրա մասին հանգարց չկասկածես։ Չէ, բայց ինքը պետք է մի քանի հանգամանք կա, չէ, որոնք իրան պահում են։ Լսի, իր բանը հրաժարվել է, այդ 10 միլիոնի կողմից կդիտվի որպես դավաճանություն։ Մենակ այդ չի է, նաև Նիկոլ Փաշինյանի գործողությունները արի քննարկենք, որովհետև մարդը ով հանրային աջակցությունը իր մաքսիմալ 750 հոգի է, չի կարա այդ գործողությունները կատարի։ Դու կարես բռնապետ լինես, եթե 80%-ի հանրային աջակցություն ունես, եթե այդ 80%-ն ասում է, հա մորթի խփի այդ նախկիններին թալանչին, բայց այս պահին ինքը ունի 750 հոգի։ Ինքը այդ ռեսուրսով ո՞նց է գնում այդ պատերազմին։ Ես այդ չեմ կարող ինքը այդ պատերազմին գնում է ավտոմատներով, ատրճանակներով, մահակներով, ուրեմն Զարա, եթե դու կարող ուշադիր չես եղել, նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ ոստիկանական գվարդիայի, այսպես ասած, մեկնարկը տրվեց։ Նիկոլ Փաշինյանը գնացել էր այդ միջոցառմանը, շատ տարօրինակ ձևով, բայց հետո ես հասկացա իմաստը, որն է։ Իր անձնական գվարդիան է, Իհարկե, իր մարծածողներն են։ Ես քեզ ասեմ, ինքը օրիգինալ չի, այդ նույն սխեմայով ժամանակին արեց Պուտինը։ Սկզբում անդիմադիրներին ձերբակալեց, հետո ստեղծեց նացիոնալную գվարդիю, նույն անունն է, ոչ, Ռուսաստանում դա կոչվում է ազգային գվարդիա, Հայաստանում կոչվում է ոստիկանական։ Իդեպ Հայաստանում էլ էին ուզում ազգային, բայց Հայաստանում քանի որ որևէ բան չի կա, չէ։ Չէ, որ կարող ադրբեջանցիները կան նեղվեն այդ վիճակից, էլի, որ իրաց Հայաստանում ընդհանրապես որևէ բան չի կարա ազգային լինի։ Դու գիտես, օպերայի անունը փոխեցին ազգային Ռուսաստանում նախ Պուտինը ուներ անծայրածիր ֆինանսական միջոցներ, որը ձևավորվում էր նավթի բարձր գներով, ուներ հսկայական աջակցություն, այսինքն դա արել է այն տարիներին, որ ինքը Ելցինից հետո հələ շատ բարձր ռեյտինգի վրա էր, ու այդ համակարգը ձևավորվել է ու կառուցվել է շատ այն, որ ասում են Կրեմլի բաշնյաներ, հա, այսինքն ձևավորվել են օլիգարխներ, ձևավորվել են ամեն ուղղությունը վերահսկող մարդիկ։ Այս խառնի ճաղանճ, այս, չգիտեմ, Արթուր Հովհաննիսյանների ու, չգիտեմ, Գևորգ Պապոյանների կառավարությունով դու չես կարա տենց բռնապետություն ձևավորես։ Ազգային գվարդիա չլինի, չգիտեմ, բան էլի, ներքին բանակ լինի, դա բան չի փոխվում։ Նայ, ինքը հասարակությանը ցույց էր տալի, որ տեսեք, կա ավտոմատներ, կա ատրճանակներ, տանկել կա երևի թե։ Կան Մի երկու հատ պահած կլինի։ Հերիք ինչ ասում։ Ասում է պետք է ամեն ինչ թափանցիկ լինի, որպեսզի քաղաքացին իմանա թե բանը ցույցի ժամանակ քանի հոգի ասպանվել է ստանքով։ Երբ է ուժ կիրառվելու եւ բանն էլ իմանա, ոստիկանական գվարդիայի այդ ծառայողն էլ իմանա, երբ ինքը կարա ուժ ինքը բառացի ասում է, որ իմացեք, որ դուք պետքա քաղաքացու նկատմամբ, հենց բառացի ասում է, քաղաքացին պետքա իմանա, այսինքն այդ ոստիկանական գվարդիան ստեղծում է քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Պատրաստ եղեք էլի, այդ հրամանը լինելու։ Ախպեր ասում է, այս զենքերը ձեր համար եմ առել։ Ձեր վրա կրակելու համար եմ առել։ Ձեզ սպանելու համար եմ առել։ Չէ, ավելի շուտ ազգային գվարդիային ասում, պատրաստ եղեք, այս զենքով պիտի հրաման տամ, դուք կրակեք։ Նրանց դա է ասում, նրանց էլ են ասում։ Նրանց ասում է, այս զենքերը առել են, որ դուք մարդկանց սպանեք։ Դա հենց գիշատիչ լինելու համար դու պետք է 750 մարդուց ավել ունենաս։ Եվս մի անգամ։ Եթե դու չես կարող Կիրակի առավոտը գոնե 5000 մարդ բերես, գոնե 5000, ասած ասեմ, հիմա դու զանգես ընկերներիդ, երևի 5000 հոգի կգան։ Չէ, չեմ կարա տենց բան հպարտանամ, որ կարամ 5000 մարդ հավաքեմ։ Հա, բայց թե հիմի պարզա որ Իմ կուրսը մենակ 220 հոգի է։ Ինքը նախ ինքը ընկեր չունի։ Ինքը ունի ստրուկներ։ Ընկեր չունի, ախպեր։ Ես չեմ կարծում, որ ինքը ընկեր ունի, որոնք բացի պաշտոնից իրանց որը անձնական շահից, հա, հիմա ինչ որ մարդիկ կարան ասեն, այո, մենք նրա ընկերներն ենք, բան։ Գալոմյանները։ Նրանք խավոր-սանիկական հարաբերություն կա, դա ընկերություն չի, եւ նրանք միշտ Նիկոլի կողքն են եղել, մենք մի անգամ ասել ենք դրա մասին, զուտ անձնական շահից ելնելով։ Բացառապես ֆինանսական ընկերությունը հիմնած չի ֆինանսական շահի վրա, եթե միտեղ կա ֆինանսական շահ, դա գործ ընկերություն է, դա ընկերություն չի։ Ինչ վերաբերում է այդ բանին, ախպեր ջան, այդ մարդու հենարանը զենքն է։ Նայի, ես մի հատ էլ բան ասեմ, Զարա, ինքը ուրիշ բան է ասում հասարակությանը։ Ասում է ինչ, դուք ասում եք, տես, մարդիկ մտածում են, էլ մենք էլ չէ խոսում ենք ընտրություն, արդար մրցակցություն։ Ինքը ասում է, լսեք, ինչ արդար մրցակցություն։
Ոչ եմ թողնելու Չէ, իշխանությունը ասում ախպեր, արեք մրցենք, ես զենքով եմ, դուք անզեն։ Հա, արեք մրցենք, ախպեր, դե արեք մրցենք։ Ես գերմանական կոնցլագերներում է եղել, չէ՞, բավականին անզեն անպաշտպան մարդկանց ասել են վազեք, մենք էլ կրակ ենք հետևել։ Դու տեսել ես կյանքում տեսել ես կամ լսել ես մի դեպք կամ տրամաբանորեն, որ զինված մարդու ու անզեն մարդու մեջ լինի արդար մրցակցություն։ Ես խոսում եմ հայ հասարակությունը եւ հայ ընդդիմությունը անզեն են։ Նիկոլ ասում է, տեսեք, ինքը ընտրություններից ուղիղ 7 ամիս առաջ ասում է ես զինված եմ ժամանակակից արտասահմանյան զենքով։ Հիմա կարամ քեզ առարկեմ։ Ասա։ Ինքը զենքով զինված է միանշանակ, բայց սա շատ փոքր երկիր է։ Այդ զենքը կիրառելու համար անհամեմատ ավելի մեծ երկրներ են պետք։ Օրինակ նույն Ռուսաստանի օրինակով իրանք շատ հեռավոր մարզերից են ոստիկաններ բերում, որ ասենք, չգիտեմ, Մոսկվայում բողոքի ակցիաները ճնշեն, որովհետև տեղացին շատ դժվարությամբ է զենք կիրառում։ Իսկ այս երկիրը ինքը տերիտորիալ շատ փոքր է։ Իհարկե Հայաստանում են փորձում այդ պրակտիկան կատարել, օրինակ Երևանից ոստիկաններ էին տարել Գյումրի, որ Վարդան Ղուկասյանին ձերբակալեն ու այդ բողոքի ակցիան ճնշեն, 40 հոգի էլ հետը ձերբակալեն։ Բայց 2-3 ձեռնասխմումով, հա, մենք բոլորս իրար հետ կապված ենք։ Այսինքն այդ ոստիկանը, որը որ հիմա ազգային ինչ գվարդիա, ոստիկանական գվարդիայում է, ինքը վստահաբար ինձ ու քեզ ծանոթ է։ Այսինքն եթե մենք ուղիղ իրան անմիջապես չենք ճանաչում, то կարանք 2-3 րոպեվա ընթացքում մարդ ճարենք, որը իրան ճանաչում է։ Սեփական ազգի դիմաց զենք կիրառելու համար կամ պետք է շատ լուրջ պատճառ ունենաս, շատ լուրջ, կամ պետք է շատ լուրջ աջակցություն ունենաս։ Հիմա ո՞ր մեկը ինքը ունի։ Լսի, ես քեզ ուրիշ բան ասեմ, այդ ծանոթ լնելը դա բան չի։ Չէ, շատ դժվար է հրաման տալ ոստիկանին ասել գնա քո ազգի դեմը զենք կիրառի։ Քանի տես դեպք ես դու հիշում։ Շատ դժվար է, ընդհանրապես շատ դժվար է մարդուն ասել, որ դու պետքա կրակես եւ մարդ սպանես։ Այնել խաղաղ առանց զենք մարդուն, էլի, թշնամու դեմ չես ուղարկում։ Դա կոչվում է վարձու մարդասպան։ Այսինքն այդ մարդը, որը գնացել է, մտել է ոստիկանական գվարդիա, ինքը չի մտածում, որ ինքը վարձու մարդասպան է։ Այսինքն Նիկոլը իշխանությունը իրան փող է տալի, որ ինքը խաղաղ ցուցարար սպանի։ Վարձու մարդասպանի հոգեբանությունը դա լրիվ ուրիշ բան է։ Այսինքն դու պետք է պատրաստ լինես երեխա լինի, կին լինի։ Տեսել ենք, չէ՞, ֆիլմերից տեսել ենք, որ ասենք նույնիսկ կնոջ վրա կամ երեխայի վրա, բայց դա վարձու մարդասպանը, դա լրիվ մի հատ ուրիշ հանգամանք է, որը ես իմ չգիտեմ, հասարակության մեջ 5 կամ 10 այտենց ստահակ կարած գտնես, որը ասենք կարա հանուն մենակ մի պատճառ կա, չէ՞, չէ, վարձու մարդասպանի համար մի հատ պատճառ կա։ Հա, փողը ասում են ինձ վճարել են, ես գնում եմ բան եմ անում։ Նույնիսկ վարձու մարդասպանները ունեն իրենց կոդեքսները, հա, չգիտեմ, երեխաներին չեն խփում։ Տենց ինչ որ բան համաշխարհային կարող է տենց վարձու մարդասպանն երեխա էլ խփի։ Դրա մասին չէ, ես ուզում եմ ասեմ, որ այդ մարդիկ, որոնց Նիկոլը մտածում է, որ պետք է հրաման տա մարդ սպանելու, պարզ է, որ էդի չգիտեմ ինչ պետք է լինի կամ ով պետք է լինի դրանց մեջ, որ կարողանա մի հատ շարքել հետևը պետք է կանգնացնի դրանց վրա զենքը ուղղված, որ ստիպեն զենքով։ Հետո դրանց հետևը, հետո դրանց քանի շարք։ Վերջում էլ ինքը մենակով կանգնի, պիստոլետիկով։ Այդ գլոկ, այն բանն է, չէ՞, ներքին գործերի նախարարը հպարտանում է, որ գլոկ են կառել, էլի, էլ Մակարով չի, արդեն ավստրիական զենքով են։ Ներքին գործերի նախարարը միջադիր է առել նախարարության փողերով։ Այդ պրակլատկեն է ժողովուրդ։ Չէ, ուզում եմ ասեմ, հպարտանում է։ Ասեն գլոկը մեծ առաջընթաց է։ Դե չէ, ուզում են ասեն, էլ ռուսական զենքով չենք հայ ժողովրդի վրա կրակելու, արդեն ավստրիական զենքով ենք հայ ժողովրդին։ Եվրոպական ստանդարտներին համապատասխանող։ Հա, եվրոպական։ Նիկոլ Փաշինյանն էլ մտնում է այդ միկրոավտոբուսը Mercedes-ը, երևի շատ թանկ էլի, ու հաշվում է թե քանի տեղ կա, քանի բան նստատեղ կա։ Ինչի համար։ Մտածում եմ օպերա ինչքան շատ նստատեղ լինի, քանի հատ այդ ավտոբուսա պետք որ կարողանա ինքը 750 հոգու համար բան անի։ Չէ, այդ ոստիկանական գվարդիայի անդամներին պետքա տեղափոխեն։ Սենց բան, աբսուրդ, սենց աբսուրդ։ Շատ դժվար է պատկերացնել, ամեն տեղ չի որ կա, կարելի է պատկերացնել։ Մնում է իհարկե, ասենք իր իշխանությունը
այսօր հիմնված է բացառապես կալանքի, ահաբեկման, մարդկանց վախերի եւ այդ զենքի ու զինամթերքի վրա, բայց էլի հիմա 7 ամիս հետո ընտրությունն ալնելու մնում է երկու հանգամանք, մարդիկ պարզա դուրս են գալու փողոց, հիմա մարդիկ տես пассив են, որովհետեւ Կավա դուրս էլ չեն գալիս, բայց իրանք իրանց ընտրությունը անելու են, եթե ընտրության արդյունքը չհամապատասխանեց իրանց քվեի, այդ ես այդ ժամանակ եմ ասում։ Այդ ալիքը կանգնեցնել նախարարին, ուզում ես ոստիկանական գվարդիա, ուզում ես բան ավիացիա։ Հիմա մարդիկ пассив են ինչի համար, որովհետեւ մարդկանց այդ դժգոհ մասի, որը մենք գիտենք շատ մեծ է, 80%։ 80 կամ գուցե ավել։ 80%-ը ուզում է բարեփոխումների, 80%-ը ուզում է քաղաքականության փոփոխություն։ Այսինքն տես թիվ չի լինում, հակառակը պետք է լինի, որ դու բռնապետ ես, պետք է 80%-ը քեզ աջակցի, որ դու կարողանաս 20%-ի ձենը լրացնելով, այդ ոստիկանական գվարդիայով, չգիտեմ, դատարաններով, քրեական գործերով, դրանց հանգստացնես մնաս իշխանության։ Այստեղ հույս ինչի վրա է, ես այդ չեմ կարող հասկանալ։ Դες դու ոչ մի բանի էլ եմ ասում, Պրոստը փորձում է։ Դե ուրիշ ինչ անի, հա։ Ինչ անի, հա, հիմի հոչի հանձնվելու։ Այդ ոստիկանության, չգիտեմ, ասում տեսեք, ձեր համար զենք առել եմ, Mercedes Magnishi միկրոավտոբուսը առել եմ, հետո ելույթին Կիրակի օրը իրար հետ պատարակ գնանք։ Տարել էին այս անգամ դες, չէ։ Հա, այդ ոստիկանական։ Հա, այդ գվարդիան տարել էին։ Դե վсё, ամեն ինչ նորմալ է։ Կիրակ իրար հետ գնում են տժում են բանեն ամ, ընկերություն անում, էլի։ Հետո ասում է, նայի, ասում է, բա ձեր սոցիալական բանը, բանել է անում, էլի իր արևին բանել է, սրանց իր խելքով բանա կուտա տալի, թե փողել եմ տալու, բան, դե սոցիալ, երբ որ ասում է ձեր սոցիալական վիճակը պետք է անընդհատ բարելավվի, դա ինչ է նշանակում։ Դե իբր փող եմ տալու, ախպեր։ Հա, բայց եթե ինֆլյացիա դու գնաճը, չգիտեմ, այդ տվածդ փողի կրկնապատիկ ավելն է, դու իմաստը ո՞րն է դրա։ Այդ մարդիկ հավատում են։ Ես անկեղծ նիզնա։ Դու ասա։ Ես մտածում եմ, որ այդքան քիլեր, այսպես ասած, Հայաստանում չկա։ Հետո տես, դու նայ ինչ ես ասում, չէ՞, դու օրինակ վերում ես Պուտինի օրինակը։ Պուտինի բռնապետությունը հենված է նաև ուրիշ այդ հանրային աջակցությունը ինչի վրա է հենված։ Հենված է նրա վրա, որ Ռուսաստանը ունի արտաքին թշնամի, լսի ցանկացած։ Դե մենք էլ ունենք, էլի։ Չունենք, մենք արտաքին թշնամի չունենք։ Ադրբեջանը բարեկամ է։ Խաղաղությունն է Ադրբեջանի հետ։ Լսի ցորեն են բերում, թշնամի երկրի տարածքով ցորեն են բերում։ Հացը մեզ բերում են։ Լսի։ Դեռ մոռացել էի։ Եվ երկրորդը Ռուսաստանի նախագահը իր հասարակությանը ասում է, տեսեք, ասում է, Ամերիկան հարձակվել է մեր վրա։ Եվրոպան հարձակվել է մեր վրա, Ավստրալիայից, չգիտեմ, Ճապոնիայից։ ՆԱՏՕ-ն ամբողջ կազմով։ Չէ, բացի ՆԱՏՕ-ից։ Լսի, Ավստրալիան ՆԱՏՕ-ի անդամ չի, Ճապոնիան կամ Հարավային Կորեան, չգիտեմ, ՆԱՏՕ-ի անդամ չի։ Դե կողոսել ասի, էսա կհարձակվեն մեր վրա, Ռուսաստանը։ Լսի, ամենակարևոր, չէ, հիմա ես այդ հարցի տակ կպատասխանեմ։ Ասում եմ, մենք կռվում ենք ամբողջ այդ աշխարհի, ու այդ դաշինքի դեմ, այդ արևմտյան ուժերի դեմ, ու մենք իրենց հաղթում ենք։ Կա երկու կարևոր հանգամանք, որի համար ռուս հասարակությունը աջակցում է Պուտինին։ Արտաքին ուժի դեմ դիմակայություն եւ հաղթանակ։ Ռուսաստանը ամեն օր, գրեթե ամեն օր տարածքային բան է ունենում։ Առաջխաղացում է ունենում։ Տարածքային հասարակ ռուս քաղաքացուն, գյուղացուն, չգիտեմ, այդ առաջխաղացումը պետք է, իհարկե, լսի, դու հիմի օրինակի համար պատկերացնում ես, եթե Հայաստանը կռվեր Ադրբեջանի դեմ, մեզ էլ ասեին դիմացեք, ու մենք ամեն օր երկու գյուղ գրավեինք։ Չէ, թռած կգնայինք։ Նիկոլը կդառնար բանի հաղթանակի սիմվոլ։ Ինքը կդառնար Աստված։ Ինքը ոչ արտաքին թշնամի ունի։ Այսինքն չունի ախպեր, այդ մարդը ոնց կարա։ Դու ասում ես Ռուսաստանը, չէ, բայց Ռուսաստանը արտաքին թշնամի իրանք ուզում են սարքեն։ Բայց չի ստացվում։ Գիտես ինչի համար չի ստացվում, որովհետև Նիկոլը ամեն 3 ամիսը մեկ գնում է բանի Պուտինի հետ հանդիպում է։ Արտաքին թշնամի երկրի ղեկավարի հետ ամեն 3 ամիսը մեկ չեն հանդիպ։ Причем սիրալ էր հանդիպում, էլի։ Արտաքին թշնամի երկրի հետ սահմանը փագալնում։ Ռուսաստանի ու Հայաստանի մեջ առանց վիզային ռեժիմ է։ Արտաքին թշնամու հետ ամենամեծ
ապրանքաշրջանառությունը չի լինում, Հայաստանի ապրանքաշրջանառության 50%-ը Ռուսաստանի հետ է, այսինքն նույնիսկ սրանք այնքան վատ վիճակում են, որ եթե նույնիսկ ուզենան Ռուսաստանին հռչակեն արտաքին թշնամու բանակը քո երկրում չի լինում, քո երկրի տենց բան չէ, եթե զավթելա լինում է, բայց իրանք չեն ասում, չէ, զավթելա, որ ասեն զավթելա ուրիշ խնդիր է, ուրեմն պետք է զավթիչներից ազատագրեն։ Ռուսաստանի դեպքում չի ստացվի, իսկ ուրիշ տարբերակ չկա բռնապետ դառնալու, բռնապետությունը աջակցություն ապահովելու, բռնապետության աջակցություն։ Չկա, միակ ինքը ուզում է ներքին թշնամի սարքի, նայ, տես։ Հանձինս եկեղեցու։ Լսի, սկզբից նախկիններն էին։ Բայց աշխատեց, ասա։ Այդ մեկը աշխատեց։ Մի քիչ աշխատեց։ Հիմի դե էլ գիտես ինչ կա, մի հեքիաթ, որ անընդհատ երեխուն պատմում ես, էլ չի լսում։ Ասենք մի կինո, որ մարդը մի անգամ տեսնում է, էլ երկրորդ անգամ չի ուզում տեսնել։ Ասում ախպեր, տեսել եմ, այդ կինոն էլ ցույց մի տվեք։ Կամ կարող է լավ տարին մի անգամ մի հատ էլ նես թեթև աչքի տակ անցկացնի։ Հիմա ինքը գտել է իբր իր խելքով նորից։ Նոր արտաքին թշնամի, դա եկեղեցին է։ Բայց հասարակությունը Բայց ոնց չի հավատում, դա է խնդիրը։ Ինքը ուրիշ բան է փորձելու անել։ Լսի, իմ ունեցած տեղեկություններով, ինքը դեկտեմբերի 1-ին ուզում է կազմակերպի ոչ բան ընթրիկ բան նախաճաշ աղոթք կամ աղոթք նախաճաշ։ Դե դու գիտես Ամերիկայում արդեն մոտավորապես 65 տարի, իմ իմանալով 65 տարի նախագահները փետրվար ամսվա առաջի կիրակի օրը Չէ, Thanksgiving-ը դա բանն է, գոհունակության բանն է, շնորհակալության, հա, գովաբանության հայերեն, գովաբանության տոնն է։ Չէ, Ամերիկայի նախագահները կազմակերպում են նախաճաշ ընտրիկ։ Ում հետ։ Լսի, տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ հրավիրում են նաև արտասահմանյան ինչ-որ հյուրեր, բան, այս անգամ Նիկոլ Փաշինյանին էլ էին հրավիրել, այս տարի կարծեմ փետրվարի 5-ին էր, 8-ին էր, չգիտեմ։ Լավ, հələ վերադառնանք Հայաստան։ Ամերիկյան օրինակով ինքը ուզում է դեկտեմբերի 1-ին կազմակերպի նման նախաճաշ ընթրիկ, որտեղ կհրավիրվեն բոլոր կրոնական Հայաստանում գործող կրոնական համայնքների ներկայացուցիչները։ Թող հրավիրեն։ Լսի, հիմա ինչ ա։ Երբ որ դրանք բոլորը կգան, ինքը հասարակությանը ցույց կտա, որ տեսեք, Հայաստանում բոլոր մյուս կրոնական համայնքները աջակցում են ինձ եւ միայն հայ առաքելական եկեղեցին է, որը լինելով բան ռուսական, ոչ, KGB-ի ագենտները, KGB-ի ագենտ, ռուսական այդ գործակալները մերժեցին։ Ինչի համար մերժեցին, որտեվ այս մյուս համայնքները կանգնած են հայոց պետականության հետևը, հայոց պետականության թիկունքին, իսկ ահա այս դավաճան, այս գործակալական ցանցը, որը կառավարվում է բանի կողմից, Ռուսաստանի կողմից։ Հիմա մեր ճշնամիներն են, մեր պետք է կանխատեսում անեմ։ Ասա։ Այդ իր արածի էֆեկտը լինելու է 750 մարդ։ Ոչ։ Այդ բանին թատրոնին, այդ միջոցառմանը, այդ բանին խոսույթին հավատալու է 700։ Հա, այդ ուրիշ բան։ Տես, ինքը կանչելու է, բերելու է, որովհետև նրանքի պաշտոնը չեն կարան ներժն երկրի ղեկավարին իր հետ ընտրելու, նախաճաշելու, չգիտեմ ինչ միջոցառման մասնակցելու, նրանք կգնան, բայց ես քեզ ասեմ, անգամ աղանդավորական կազմակերպությունները հայ առաքելական եկեղեցու դեմ էս արշավը շատ խիստ դատապարտում են ու ամեն անգամ տարանջատվում են։ Ասենք դաժե Եհովայի վկաները հայտարարություն տարածեցին, որ որից եկերտ չեն մասնակցում այս հակաեկեղեցական գործընթացին։ Ինչի չեն մասնակցում, գիտես ինչի համար։ Տես, օրինակ շատերը ասում էին, որ ինքը կարողանա, ասենք, այդ իր աղանդավորներին համախմբի, դա դարձնի էլեկտորատ։ Ես չեմ ասում աղանդավոր, ես ասում եմ այլ եկեղեցիներ, մի ավետարանչական եկեղեցի կա, այլ եկեղեցիներ, հա։ Ես չեմ էլ ուզում այդ մարդկանց նույնիսկ վիրավորածել, որովհետև իմաստ չկա։ Լսի, այդ եկեղեցիների ներկայացուցիչները, նույնիսկ եթե նրանց ղեկավարները կապված են Փաշինյանի իշխանության հետ,
չէ, ինչ որ այլ ձևերով։ Չէ, ինչ որ ձև, հա, ազդեցության տակ են, հա։ Դաժե կարող ազդեցության էլ չէ, ինչ որ ձև շփվում են հետ, ինչ որ ձև համագործակցում են հետ։ Ու իրանց էլ կարելի հասկանալ, իշխանության հետ պետք է։ Բայց իրանք այդ գնան իրանց հոտին ինչ ասեն արեք գնանք Հովանավանք բանի, պատարակի։ Եք ասեն ախպեր մենք ինչ կապ ունենք։ Եղցքանայի պատարակ։ Չէ, մենք ինչ կապ ունենք դրա հետ։ Չէ, մենակ այդ չի, նաև իրանք ազդեցություն չունեն այդ ընտրությունների մասնակցելու առումով աշխատում են չխառնվել։ Բոլորը չի, այնտեղ բացառություններ կան, որոնք հենց ցույցում են տալիս ում ընտրել, բայց որպես կանոն իրանք նաև այդ բանից են զերծ մնում, էլի, այսինքն քարոզարշավի այդ էլեմենտը չես կարողանա այդտեղ կիրառես, էլի, չես կարող գնաս ասեք Նիկոլը։ Ինքը կփորձի կրոնական թշնամանք հրահրել, ասել որ տեսեք, այս եկեղեցական, այս մյուս բոլոր եկեղեցիները կանգնած են հայոց պետականության, դե ինքն էլ պետական եկեղեցի եւ եկեղեցական կազմակերպությունների նախկին ներկա թատրոնը միս էլ այդ կլինի, բայց դա չի ազդելու, Ես Լոս Անջելեսում բազմաթիվ ազգականներ ունեմ, իրանք հավատացնում են, որ նույնիսկ Միացյալ Նահանգներում այդ դոզան անցել է։ Всё, վերջացել է։ Այսինքն այդ մարդու մաքսիմումը այդ 750-ն է։ Մաքսիմումը։ Լսի, իշխանություն չունենա, կմնա Էդ էլ չի մնա, էդ էլ չի մնա։ Ես ունեի ասեմ 3 հոգի։ Կամ 3 հոգի հիվանդներ կարող է լինեն։ Այս ուրախ նոտայի վրա առաջարկում եմ այսօր ավարտենք մեր հաղորդումը, չգիտեմ ինչքանով էլ ձեզ հետաքրքիր, բայց եթե գոնե մի քիչ հետաքրքիր է, մեկնաբանություններ գրեք, խնդրում եմ ներքևի հատվածում, մեծ բաժանորդագրվեք, կարող եք այս տեսանյութով նաև կիսվել, ոչ մեկին վնաս չի տա։ Փող չեմ ուզում, ընդհանրապես լայք ու շեյր եմ ուզում, էլի։ Շատ բան չի, չէ՞, հեսա։ Իհարկե։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի, այս անգամ արդեն Թալինի պատարակից հետո։ Դա։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական ասպարեզի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։